Պարոն Աբրահամյան, երեք ազգային ժողովում իշխանականները մի փառահեղ միտք արտահայտեցին, թե Հույդան ընդհանրապես չպետք է խոսա Սփյուռքի մասին, այդ իրավունքը չունի խոսելու Սփյուռքից, այնինչ մենք գիտենք, որ Դաշնակցությունը Սփյուռքում այդ հայապահպան այն կառույցն է, որը այսքան ժամանակ կարողացել է միախմբել, նաև գիտենք, որ Սփյուռքում ինչպիսի ահռելի աշխատանք է տարվում, այսպիսի ելույթները կրկին Դաշնակցությանը թիրախավորելը ինչի մասին է, այս անգամ ոչ միայն Դաշնակցության, այլ հենց Սփյուռքում, հա, գործունեություն ծավալող դաշնակցականներին են հիմա էլ թիրախավորում իշխանականները։ Ես կարծում եմ իմ ընկերները այս հարցին լիարժեք պատասխանեցին հենց խորհրդարանում եւ առհասարակ եթե հիմքը ունենք հենց իրենց ասածը, որ աշխարհի 20 երկրներում կան այդ երկրների քաղաքացիները հայեր, ծագումով հայեր, այդ երկրների քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հիմա ապրում են ոչ Հայաստանում, բայց բոլոր դեպքերում իրենց ծնված օրվանից իրենց արմատներով, իրենց օրորոցով կապված են հայրենիքի հետ, եւ ով է որոշում նրանց իրավունքները, արդյոք Հայաստանի բախտի բերումով ինչ որ մեկը, որը չգիտեմ ինչ ալիքի վրա եկել եւ դարձել է падգամավոր, արդյոք նա պետք է որոշի այն 20 երկրներում ապրող հայերի իրավունքները, որոնք իրենց ճակատագրի բերումով հայտնվել են արտասահմանում, բայց իրենց բոլոր ողնուծուծով եւ իրենց արմատներով հայ են։ Արդյոք նման մեկը իրավասու է որոշելու իմ կամ մեկ ուրիշի իրավունքը, երբ որ ես ինձ ամբողջությամբ հայ եմ համարում եւ հիմա ինչ անենք, որ պատմական ինչ որ մի կարճ հուսանք շատ կարճ ժամանակահատվածում ապազգային իշխանություն է տիրում երկրում։ Այդպիսի ժամանակահատվածներ շատ են եղել եւ հայ ժողովուրդը շատ երկար ժամանակ չի ունեցել պետականություն, բայց իր կամքի շնորհիվ եկել է այն պահը, որ ստեղծել է։ Հիմա որ դուք ժամանակավորապես հայտնվել եք այդ ալիքի վրա, դուք պետք է որոշեք, թե մենք հայ խաղաղական դաշնակցության մասնակիցներ անդամներս կամ էլ ընդհանրապես ուրիշ սփյուռքահայեր պետք է չխառնվեն ընդհանրապես ազգի հարցերով, չէ որ ազգը բաղկացած է ընդամենը մի փոքրիկ հատվածն է, որ ապրում է Հայաստանում, ազգի մեծամասնությունը ապրում է արտասահմանում եւ մենք լինելով այս երկրների քաղաքացիները բնականաբար ունենք նաեւ մեր իրավունքները, բայց որևէ մեկը մեզ չի կարող զրկել այն իրավունքից, որ մենք զբաղվենք մեր երկրի ճակատագրի հարցով, ինչպես դա անում են բոլոր մնացած ազգերը, օրինակի համար քրդերը, ասորիները, ես ինչ իմանամ, բոլորը ովքեր դեռ պետականություն չունեն, իրենք պայքարում են իրենց արյան գնով նույնիսկ պայքարում են իրենց երկիրը ստեղծելու, մենք որ ունենք մեր երկիրը, ինչը չպետք է մտահոգ լինենք մեր երկրի ճակատագրով կամ մեր երկրի կյանքով։ Պարոն Աբրահամյան, մենք տեսնում ենք, որ հաճախ իշխանությունները թիրախավորում են Սփյուռքում լայն գործունեություն ծավալող գործիչներին, դա կլինի Գասպար Կարապետյանը, հա, երեկ էլ խոսք հնչեց, ինչպես նաև Մուրադ Փափազյանը, Ամերիկայում գործող մեր Հույդա կուսակցության ներկայացուցիչներից մի քանի Արամ Համբարյանը։ Այո, հիմա տեսեք, ինչ է ուզում իշխանությունը այս ամենով հասնել, չէ որ գիտենք, որ երեքն էլ նշանավոր են եւ տվյալ երկրի իշխանությունների հետ էլ ունեն սերտ հարաբերություններ եւ դա օգնում է այնպիսի հարցերին լուծում տալ, եթե չասենք, ապա այնպիսի հարցեր օրակարգ բերել, որոնք շատ կարեւոր են հենց Հայաստանի համար, գիտենք, որ վերջերս հայ գերիների մասով քննարկումներ եղան, որին մասնակցում էին Հույդայից շատ ներկայացուցիչներ, Սրանով ինչի է փորձում ձգտել հասնել իշխանությունը։ Անկեղծ ասած իրենք ինչ են ուզում պետք է իրենց հարցնել։ Մեզ համար պարզ է, իրենց ապազգային նկարագիրը մեզ համար պարզ է։ Այդ նկարագիրը կարելի է շատ ամենածայրահեղ եզրից, ձախ եզրից մինչև աջ եզր կարելի է տարածել այդ նկարագիրը։ Ես անձամբ կարծում եմ, որ իրենք ուղղակի գործակալներ են, գործակալ թշնամու ձեռքին եւ իրականացնում են այն ծրագիրը, որը մեր թշնամիները, հատկապես այս պահին թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իրականացնել մեր երկրի հետ։ Նրանք ինչ պատճառներով դարձել են նրանց գործակալները եւ իրականացնում են այդ ծրագրերը։ Իսկ գնահատել Արամ Համբարյանի, Գասպար Կարապետյանի կամ Մուրադ Փափազյանի աշխատանքը նրանք չեմ ուզում կոպիտ հնչի, բայց
բացարձակապես դրա իրավունքը չունեն եւ այդ անունները արտաբերելուց առաջ պետք է նաեւ հասկանալ մարդկանց վաստակը, ասում եմ ընկերներս արդեն պատասխանել են, ես չեմ ուզում կրկնվեմ, բայց եթե մարդիկ չեն հասկանում առհասարակ կամավորական աշխատանքի իմաստը, այս բոլոր մարդիկ հայ դատի համար վարձով չեն աշխատել, վարձատրություն չեն ստացել եւ չեն ստանում եւ ոչ մեկը չի ստանում, սա կամավորական աշխատանք է։ Եթե մարդը չի գնահատում կամավորական աշխատանքը, իսկ դա ամենասրբագույն աշխատանքն է աշխարհի, որ ծայրում էլ ուզում եք եղեք, Նիդերլանդներում, հենց հիմա Իտալիայում եմ գտնվում, որտեղ ուզում եք եղեք, աշխարհի ցանկացած վայրում ամենաբարձրը գնահատվում է առաջին հերթին կամավորական աշխատանքը, որի համար դու որևէ վարձատրություն չես ստանում։ Այս մարդիկ իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են, երբեմն նույնիսկ հրաժարվել են ընտանիք ստեղծելուց, որպեսզի միայն եւ միայն զբաղվեն ազգային գործերով։ Ուրեմն դու ով ես եւ դու ինչ ես ներկայացնում, որ գնահատես մարդու կամավորական աշխատանքը, որը նա կատարել է։ Իսկ առհասարակ դաշնակցությանը, եթե վերցնես 135 տարիների ընթացքում, ոչ մի դաշնակցական որևէ շահագրգռվածություն, նյութական շահագրգռվածություն չի ունեցել իր պարտականությունները, ազգային պարտականությունները կատարելու։ Անկամ իր կյանքը զոհելու համար նա որևէ ակնկալիք չի ունեցել։ Նա բերել է եւ իր կյանքը, ոչ միայն իր կյանքը, նաեւ իր հարազատների, իր զավակների կյանքը դրել է զոհասեղանին ազգի պայքարի։ Ուրեմն այն անձը, որը չի հասկանում կամավորական առհասարակ, ոչ թե հայ իրականության մասին չեմ ասում, առհասարակ կամավորական աշխատանքի արժեքը չի հասկանում, այս տեսակ մարդը իրավունք ունի խոսելու, որ այո նստած ինչ-որ մի գրասենյակում 4 հոգով որոշում են ազգի ճակատագիրը, ով է նման բան անում, այսինքն ինչ, դուք ինքներդ անկարող եք, դուք չեք կարողանում ձեր երկրի արտգործնախարարության միջոցով քաղաքականություն իրականացնեք, այլ դարձել եք հլուհնազանդը Ալիևի եւ Էրդողանի հրամանների, իսկ մենք եթե փորձում ենք ինչ որտեղ այն ամենաչնչին ուժերով, այո 4 հոգով իհարկե, բայց 4 հոգին կատարում է մի հսկայական ամբողջ նախարարության աշխատանք է կատարում, այո, որովհետեւ ջանասիրաբար են աշխատում մարդիկ, սրտանց են աշխատում մարդիկ, անձնվիրաբար են աշխատում մարդիկ։ Այո, 4 հոգով մենք անում ենք այն, ինչ կարող ենք եւ արել ենք, այն ժամանակ, երբ որ դեռ անկախ պետություն չկար, մենք կարողացել ենք հայոց ցեղասպանությունը ճանաչել տալ աշխարհով մեկ։ Այն ժամանակ, երբ ընդհանրապես հայկական պետականության մասին խոսք չկար, մենք կարողացել ենք ազգային պետական շտահը առաջ քաշել Եվրոխորհրդարաններում եւ ամենտեղ։ Եվ հիմա մենք պետք է սպասենք, որ քո նման մեկը կամ մեզ գնահատական տա, թե դուք ինչու համար եք կամավորական աշխատանք կատարում։ Կներես եղբայր, չենք անի, էլ չենք անի։